Բարև ձեզ հարազատներս, այսօր մի հետաքրքիր հայտնության մասին եմ ուզում պատմեմ ձեզ, որ ունեցել եմ այս տարի, ամուսնության վերաբերյալ, համոզված չեմ, որ տեսահոլովակից հետո հոգևորականները թողելու են ես եկեղեցի մտնեմ, թե ոչ, կարող է սխալ բան ասեմ, շատ ուշադիր կլինեք, անպայման ինչ ասում եմ ես, որովհետև այդ թեմաներում աճում եմ դեռ 100%-անոց ինֆորմացիա չեմ ասում ճշմարտության, դեռ իմ աճման այս պրոցեսում մի հայտնության մասին եմ ուզում պատմել, որ անպայման չի ամուսնանանք բոլորս։ Սա շատ զգուշ այս ինֆորմացիան, ուղղակի պետք է ամբողջ տեսահոլովակը լսեք, երևի որ հասկանալի լինի ինչ եմ ուզում ասել։ Փորձեմ բացատրել։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Այս տարի իմ կյանքի նպատակը փոխվեց, ուրեմն այդպիսի մի էտապ եմ ունեցել կյանքիս մեջ, դրա մասին պատմել եմ արդեն, որ 32 թե 33 տարեկանում ես փոխվեց կյանքս, երբ որ իմացա Քրիստոսին ինչի են խաչել, լրիվ ուրիշ ձև էր միջև այդ կյանքս ընթանում, մինչև այդ տարիքը կյանքիս միակ նպատակն էր աշխարհի ամենալավ բժիշկը դառնամ ու թափ հավաքած գնում էի այդ ուղղությամբ։ Գալիս է 32 տարեկանում ես կանգ եմ առնում այդ ինֆորմացիան, որ հասկանում եմ, կանգ եմ առնում ու փոխվում է ամբողջությամբ կյանքս, արդեն ոչ թե ձգտում եմ, որ ես ամենա, այ վերցնեմ, ինչ կա ես վերցնեմ, ես լինեմ, կանգ եմ առնում ու սկսում եմ ավելի դանդաղ աճել դեպի վերև, բայց զուգահեռ վերցնեմ տամ, փոխվում է ապրելաձևս։ Սա ցավով եմ ասում, որտեղ շատ մարդիկ եմ տեսնում, որ դեռ այդ հոգևոր աճը, անգամ այդ հոգևոր աճը չեն ունեցել, որտեղ սա շատ կարևոր է։ Շատ տեսնում եմ մարդիկ, մանավանդ կանայք, որ ուզում են ամենասիրունը լինեն, հիմա այսա կորպորատիվը ամենասիրուն զգեստը իրանցը լինի, ամենասիրունը իրանք լինեն, իրանց գովան, երբ որ մարդ ասում է ես ինձ, ուրեմն դեռ ամենացածր հոգևոր աստիճանի վրա է, այդ մարդը դեռ աճ չի ունեցել։ Կուզեմ, եթե տեսահոլովակը կարող է օգնել այդ հարցում օգնի։ Դա ինչի հետևանքով, ոչ թե ես տես դեմք էի ինձ տվեցին դա աճի աստիճան է։ Պետք է ինչ-որ մի բան անես աճելու համար, իսկ հոգևոր աճի համար նույն բաներ պետք է բոլորս անենք, դա աղոթքն է, պահքերն են, կտակարան կարդալն է, ես միջև այդ հաղորդություններ էլ չէի ստանում, միջև 32-33 տարեկան, հետո նոր դրանից հետո սկսեցի գնալ արդեն պատարակների հաղորդություն ստանալ եւ այլն։ Ուզում եմ ասեմ, այս հոգևոր աճը պարտադիր է երջանիկ լինելու համար, մարդ արդեն ասել եմ միտք, մարմին եւ հոգի ունենք, ու եթե միայն մի բանը աճի, չի կարողանալու երջանիկ լինի, ինչ ուզում ես դու այդ, եթե մենակ մարմնի ուղղությամբ է աշխատում, մի խոսքով սա մի կողմ, սա ես դրա մասին երկար կարելի է խոսել, ու 32 տարեկանից կյանքիս իմաստը փոխվում է, ու իմաստը որն է դառնում աստվածանմանությունը, ռուսերեն մի բառ կա обоживание, որ ընդունում եմ, որ տենց չգիտեմ որտեղից է այդ ինֆորմացիան ինձ գալիս, կարդում եմ, լսում եմ, չեմ հիշում արդեն որտեղից, որ ես սկսում եմ ապրել, որ աստվածանման լինեմ։ Իհարկե շատ տանջալից պրոցես է ինձ համար, անընդհատ սայթակում ընկնում, բարձրանում, գալիս եմ, հասնում եմ արդեն 50-ամյակս է մյուս տարի, ու ես այս տարի կարդում եմ արդեն տարվա կեսից, զգում եմ, որ ինձ անընդհատ հետաքրքրում է կյանքի նպատակը, ճիշտն է արդյոք իմ կյանքի նպատակը, ճիշտն է թե ոչ, ձեզ եմ անգամ հարցրել տեսահոլովակներ նկարահանել, ու քանի որ դու քո մոտ հարց է առաջանում, քեզ հետաքրքրում է դա, ոնց որ հրեշտակդ բերում է քեզ ինֆորմացիան, ինձ բերեց Սուրբ Անտոնի գրառումները, որը կարդալուց կյանքիս իմաստը փոխվեց ամբողջությամբ։ Էլի, գուցե շատ մեծ չի տարբերությունը, կյանքի նպատակը դարավ հոգու փրկելը, հոգու փրկությունը, որ հավիտենականությունը ժառանգելը, գուցե եւ շատ չի տարբերությունը աստվածանմանության, երկուսն էլ որ անես հավիտենականությունը ժառանգելու ես, բայց այս տարբերակում ամուսնությունը չկա, ու դա եմ փորձելու ձեզ բացատրել։
Երբ որ ես մինչև այս տարի ես աղոթքսել ունեմ տպած էջիս վրա, որ աղոթում է իհարկե բոլոր բարեկամներիս համար, ծնողներիս, եղբորս երեխաների, բոլորիս համար աղոթում է, վերջում իմ ապագա ամուսնու համար եմ աղոթում, որ ինքը առողջ լինի, երջանիկ զգա իր մի խոսքով, ու վերջում էլ Աստված կամքդ լինի, եթե պետք է ամուսնանամ, եթե ոչ։ Իսկ հիմա արդեն այս բանով որ կյանքիս իմաստը փոխվել է, արդեն հավիտենականություն ժառանգելն է, ամուսնությունը այդտեղ պարտադիր պայման չի։ Սա ես այս ինֆորմացիան գիտեի, բայց ես դա ոնց որ գիտեի, բայց չգիտեի։ Մեջդ պետք է մտնի այդ ինֆորմացիան, պիտի հասկանաս, այ որպես գիտելիք դու կարող ունես, բայց հիմա մտել է մեջս, որովհետև միջև էլ կտակարանում կա գրված, եթե բոլորին չի պետք ամուսնանալ, ովքեր կարիք ունեն ամուսնանալ, ովքեր չունեն չեն ամուսնանում, բայց այդտեղ մի հետաքրքիր բան կա, որ այս ամեն ինչի կտակարանում կա իհարկե գրած, գուցե ես ինչ որ սխալ բաներ էլ ձեզ ասեմ, դուք ավելի լավ այս ինֆորմացիան ճիշտ տեղերից, բայց այն հասկացա, որ հոգու փրկվելու համար ամուսնությունը պարտադիր չի իմ դեպքում։ Հիմա դա եմ փորձելու բացատրել։ Ուրեմն կնոջ համար հավիտենականությունը ժառանգելու համար ամենահեշտ ձևը ամուսնանալ, երեխաներ ունենալ, սա շատ կարևոր բան է։ Ամուսնանալ ոչ թե որ ամուսնանաս շտամպ լինի անձնագրիդ մեջ, ամուսնանալ, որ աճես, մի քիչ երևի ուրիշ տեղից գամ։ Եթե միջև այդ աստվածանմանությունն էր իմ կյանքի նպատակը, Սուրբ Անտոնը ինչով դա փոխեց, որ մենք արդեն աստվածանման ենք ծնվել։ Մենք փոքր երեխան աստվածանման է արդեն, ինքը ինչի ենք իրան այդքան սիրում, որովհետև ինքը մաքուր է, պարզ է, վատ բաներ չունի իր մեջ։ Այդ ինչ որ ես ուզում էի ձեռք բերեի իմ բանով, Սուրբ Անտոնը ասեց, որ դա արդեն քո մեջ կա, այդ հնազանդություն, համբերություն, այդ ամեն ինչը ունես, ուղղակի հանի օգտագործի զենքեր են։ Իսկ այն չար բաներ, որ անում ենք, դրանք ձեռք բերովի են, դրանք ձեռք ես բերել, պետք է ուղղակի աշխատես ձեռք չբերես դրանք։ Երեք փուրի մոտով եմ անցնում, երեքին լավաշ են թխում, հետ եկա, ասեցի լավ մի հատ լավաշ վերցնեմ։ Ինչ ասես լսեցի այդ կնոջից։ Վայ, մի հատ լավաշ, էլ քարտով, մի խոսքով չհասկացա ինչներ իրեք, անի հատ լավաշ պետք է առնեի, որ իրան գոհացնեի։ Ինչի անպայման ուզում էր, որ ես այդ կոպեկներով զնգզնգալով ման գայի, որ անպայման իրան մի խոսքով շատ ու դա ոչ թե փոքր երեխա է եղել ինքը այդպեսին է եղել, ոչ ձեռք է բերել, որ իրան չարությունը ձեռք բերովի է ժողովուրդ ջան։ Մենք ի սկզբանե այդ չարությունը չունենք, սա շատ կարևոր է։ Ու իսկ հիմա ամուսնանալու համար, եթե կինը ուզում է հավիտենականությունը ժառանգել, ինքը պիտի այդ բարիքները իր մոտ ոնց որ աճացնի, այդ հնազանդություն, օրինակ հնազանդությունը շատ կարևոր է։ Եթե կին ամուսնացել է ու անհնազանդ է, ինքը չի աճում դեպի հավիտենականություն։ Սա շատ կարևոր է, այդ հնազանդության ու բարկության մասին առանձին տեսահոլովակ մի հատ նկարահանել էի ջնջեցի, բայց մի հատ էլ կնկարահանեմ, որովհետև դրանք են կարևորագույն մեղքերն են իմ, որ ես 2026-ին պիտի պայքարեմ առաջ Աստծո օգնությամբ։ Երկրորդ պայմանը երեխա ունենալը, երեխաների մասին հոգատարություն ցուցաբերելը, երեխաներին մեծացնել առանց փորձությունների հետևես, կրծքով կերակրես եւ այլն, սրանք շատ կարևոր են այդ հավիտենականությունը ժառանգելու համար։ Իսկ իմ դեպքում գուցե եւ դա պետք չի, ես հիմա եմ հասկանում, որ դա ինձ պետք չի հավիտենականությունը ժառանգելու համար, ում է պարտադիր պայման ամուսնանալու համար, եթե դուք կրքեր ունեք, սեռական հարաբերությունների կարիքներ ունեք, իհարկե դա միակ ձևը դա ամուսնանալն է։ Մի հոգի լինի, որ մշտական սեռական զուգընկեր լինի, սա եւ առողջարար է, պատմել եմ տեսահոլովակներից մեջ ինֆեկցիաներից եւ այլն, ոչ թե սեռական հարաբերությունը, ուրեմն շատ սխալ ուսմունքներ ունենք։ Սա շատ կարևոր է, շատ սխալ ուսմունքներ ու այդ սխալ ուսմունքների հետևանքով մարդիկ տարօրինակ պահվածք են ցուցաբերում։
չկա մի հիվանդություն, որի կանխարգելման համար սեռական հարաբերություններ են պետք։ Չկա մի հիվանդություն, որով դուք չեք հիվանդանա, եթե սեռական հարաբերություն ունենաք։ Չկա այդպիսի բան։ Շատ են պատմելու, որ ձեր հոգեկան նյարդային համակարգի համար է լավ, առողջության համար է, չգիտենք ինչի համար է, բժշկությունը տենց հիվանդություն չունի, որի կանխարգելման համար սեռական հարաբերություններ են պետք։ Գինեկոլոգիայում չկա։ Գուցե տղամարդկանց մոտ ուրոլոգներին հարցրեք, գուցե կան այդպիսի բաներ։ Գինեկոլոգիայում չկա։ Դրա համար եթե կինը սեռական հարաբերություններ է ունենում, միայն եթե որ ինքը առողջ լինի, դա հիմարություն է, այդպիսի բան չկա։ Բայց եթե կրքեր կան, որ իրոք մարդիկ կան կրքեր ունեն, ցանկություն ունեն սեռական հարաբերություններ, իհարկե իրենց առանց ամուսնանալու հավիտենականությունը ժառանգելը շատ դժվար կլինի։ Իմ նմանների մոտ հետաքրքիր բան է, որ ես եթե անգամ էլ այդպիսի ցանկություն բան ունեցած լինեմ, ես որ պատկերացրել եմ, որ այդ մարդը բերելու է իր, քանի որ ես ինքս ահագին մի մեծ խնդիրներ ունեմ իմ այս տեսնում եք այս աճի եւ այլն, որ պատկերացնում եմ այդ մարդն էլ իր խնդիրներն էր բերել, ես ասում եմ մարդից 5 րոպեվա կարիքը չունեմ ոչ մեծ է։ Մի կերպ բանկանամ այդքան էլ կարևոր չի ինձ համար, քան այդ մոդիկ հարաբերությունները մարդ-մարդ, դա շատ դժվար է ու իրոք պետք է սեր լինի այդտեղ մեծ աշխատանք է մարդիկ ովքեր ամուսնացած իրար հետ երկար տարիներ ապրում են, համոզված եմ արդեն հավիտենականության մեջ իրանց տեղերն ունեն։ Այն մարդիկ, ովքեր ընտրել են չհամուսնանալը, գուցե ընտրել են, գուցե ստացվել է եւ այլն, մեզ համար մի քիչ դժվար է այդ ճանապարհը, բայց անհասանելի չի։ Ավելի շատ բարի գործեր պիտի անենք, ավելի շատ մեղքի դեմ պայքարենք, իսկ մեղքի դեմ պայքարելը արդեն ասել եմ շատ դժվար է, ավելի լավ է հնարավորինս բարի գործերով, ձեզ ծանրաբեռնված լինեք ճիշտ բաներ անելով, որ ժամանակ չունենաս մեղանչելու կամ մեղքի դեմ պայքարելու։ Չգիտեմ ինչքանով էր հասկանալի այս տեսահոլովակը, ու չեմ ուզի տակը գրեք, վայ ամուսնացի, վայ չգիտեմ ինչ եսիմ ինչ, սա մարդու ինքն է որոշում, իհարկե որ մի տղա տեսնամ սիրահարվեմ, իհարկե ամուսնանալու եմ, դա չի հարցը, բայց հետաքրքիր էտապ է, որ աղոթքս էլ է փոխվել, էլ արդեն ամուսնու մասին աղոթ չեմ աղոթում։ Այսքանն է ուզում այսօր ասել, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։